Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված նոր ձերբակալությունները հստակ ազդանշան են դարձել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար իրավիճակի վատթարացման մասին Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ, հաղորդում է Յան Ուելթ թերթը։ Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը վերջերս որոշ չափով մարել է, սակայն նախկին էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի ձերբակալությունը եւ հետագա կալանավորումը կրկին ուշադրություն է հրավիրել այս գործի վրա։ Գալուշչենկոյի ձերբակալության իրական նպատակը հավանաբար Զելենսկուն ցույց տալն էր, որ իր շուրջը օղակը սեղմվում է, սա կարևոր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկությունների համատեքստում, ընդգծել են լրագրողները։ Իրանի եւ ԱՄՆ-ի Ժնևի բանակցությունների հիմնական քննարկման առարկաներն են պատժամիջոցների վերացումն ու միջուկային հարցի մանրամասները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Բանակցությունները շատ լուրջ են եւ մենք սկսել ենք քննարկել երկու հարցերի մանրամասները՝ պատժամիջոցների վերացումը եւ միջուկային հարցը, ասել է Բաղային։ Իրանը պահանջում է պատժամիջոցների մեղմացում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորելու պարտավորության դիմաց, մինչդեռ Միացյալ Նահանգները ցանկանում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, որը Թեհրանը բազմիցս հերքել է։ Իրանը զորավարժությունների ժամանակ մի քանի ժամով կփակի Հորմուզի նեղուցի մի մասը, հաղորդել է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։ Այսօր Հորմուզի նեղուցի խելացի կառավարում զորավարժությունների ժամանակ Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ մի քանի ժամով կփակվեն, անվտանգությունն ու նավարկության կանոնակարգերը ապահովելու համար, նշել է գործակալությունը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը, ինչպես որ նախորդ ամերիկացի առաջնորդները չկարողացան դա անել։ ԱՄՆ նախագահն ասաց, որ ԱՄՆ-ն չի կարողացել ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը 47 տարի։ Սա լավ խոստովանություն է։ Ես ասում եմ, որ դուք նույնպես չեք կարողանա, ասել է նա Իրանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Խամենեին հավելել է, որ նույնիսկ ամենաուժեղ բանակը, որը ամերիկացիները համարում են իրենցը, կարող է հարված ստանալ, որից չի կարողանա վերականգնվել։ Իհարկե, ավիակիրը վտանգավոր զենք է, բայց ավիակրից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ավիակիրը ծովի հատակը ուղարկել, ընդգծել է Խամենեին։ Ուկրաինայի կառավարությունը համաձայնել է Միացյալ Նահանգների կողմից առաջարկված բոլոր իրատեսական նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք համաձայնել ենք ամերիկյան բոլոր իրատեսական առաջարկներին, սկսած անվերապահ եւ երկարատև հրադադարի առաջարկից, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է լրացուցիչ 18 F-35A Lightning II 5-րդ սերնդի գաղտնի կործանիչներ, որոնք նախատեսված էին տարածաշրջանում ամերիկյան ռազմաօդային ուժերը հզորացնելու համար։ Ինքնաթիռը մեկնել է Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ռազմաօդային բազայից։ Նրանց թռիչքը դեպի Մերձավոր Արևելք իրականացվել է տանկերների կողմից։ Հաշվետվության մեջ նշվում է, որ կործանիչի տեղակայումը տարածաշրջանում ամերիկյան մարտական ինքնաթիռների ամենամեծ միաժամանակյա տեղակայումներից մեկն է, որը ցույց է տալիս Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական կարողությունների զգալի աճը Իրանի հետ լարվածության աճի ֆոնին։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին։ Հիշեցնենք, որ Ռիփսի Մեհունանյանի լիազորությունները դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել։ Այսօր փետրվարի 17-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դուրս է գրվել Իզմիրլյան բժշկական կենտրոնից, որտեղ նա երկրորդ անգամ վիրահատվել էր։ Հարցին ինչպես է իրեն զգում, նա պատասխանել էր՝ հոյակապ, լավ է, ավելի քան լավ։ Միքայել Սրբազանին Գյումրիում առաջնորդարանի մոտ հավաքվածները դիմավորել են ծափահարություններով, սրբազան վանկարկումներով եւ հոգեվոր երգերով, հնչել են եկեղեցու զանգերը։ Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարել էր Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը փոփոխելու վերաբերյալ դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել եւ վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան բժշկական կենտրոնում։
Օրեր առաջ դատարանի ոչ իրավաչափ որոշումներով Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։ Այս մասին նշել են պաշտպաններ Էրիկ Հարությունյանը, Էրիկ Ալեքսանյանը եւ Վլադիմիր Մկրտչյանը։ Դատարանը որոշումներ կայացնելիս հաշվի չի առել թիվս այլնի հետեւյալ երկու կարևոր հանգամանքները։ Ֆորմալ իրավական իմաստով Արմեն Չարչյանը թեև հանդիսանում է Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրենը, իսկ Տիգրան Նալբանդյանը տնօրենի տեղակալ, սակայն բովանդակային առումով վերջիններս մասնագիտության բժիշկ են եւ իրենց աշխատասենյակում բացի տնօրինության գործառույթներից իրականացվում է նաեւ բուն բժշկությանն առնչվող գործունեություն, այն է հաճախորդների, հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, վիզուալ նախնական զննում, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում, բուժման նշանակում եւ այլ մասնագիտական գործառույթներ։ Իսկ դատարանն իր որոշումներում չի անդրադարձել նշված հանգամանքին եւ չի պատճառաբանել, թե ինչու պետք է Արմեն Չարչյանի որպես ֆորմալ իրավաբանական իմաստով Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրենի եւ Տիգրան Նալբանդյանի որպես ֆորմալ իրավաբանական իմաստով Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալի, իսկ բովանդակային իմաստով բժշկի աշխատասենյակներում պահվեն հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր կամ այլ նյութեր, որոնք կրկին վերաբերում են նշված նախորդ փաստաթղթերի բնույթին։ Այն դեպքում, երբ ինչպես արդեն պարզ դարձավ, Արմեն Չարչյանը եւ Տիգրան Նալբանդյանը դե յուրե հանդիսանում են բժշկական կենտրոնի տնօրենը ու տնօրենի տեղակալ, սակայն վերջիններս բովանդակային գործառույթային իմաստով հանդիսանում են բժիշկներ։ Երկրորդը Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի եւ տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությամբ խախտվել է նաեւ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը, քանի որ խուզարկության թույլատվության մասին միջնորդությունները վերաբերվել են մասնագիտության բժիշկների աշխատասենյակների խուզարկությանը, իսկ Ստորադաս Ադյանն ըստ էության չի նշել, թե արդյոք հաղթահարվել են բժիշկների աշխատասենյակներում խուզարկություն կատարելու վերաբերյալ սահմանափակումները, նշված է հայտարարության մեջ։ Փետրվարի 16-ին կրակոց է հնչել Կոտայքի մարզում ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում եւ գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զովունի Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։ Իրավապահները ժամանելով նշված վայր այնտեղ հայտնաբերել են Հոնգկի Մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է Նիսան Մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից եւ իր մոտ պահվող հրազենից մոտ 50-40 մետր հեռավորությունից կրակ է արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում դիմել է փախուստի։ Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները եւ դեպքի վայրում եղած մեկ մոտոցիկլ տեղափոխվել են ոստիկանության Նաիրի բաժինի, իսկ օպերատիվ տեղեկություններով մոտոցիկլավարը նույնպես տուժող է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի կրակոցներ արձակողի եւ ավտոմեքենաների սեփականատերերի ու մոտոցիկլավարի ինքնությունը։ Ստամբուլում դատախազության կողմից մաքսանենգության, թմրանյութերի եւ տնտեսական հանցագործությունների վերաբերյալ հետաքննության շրջանակներում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի, ինչպես նշված է դատախազության հայտարարության մեջ, ընդհանուր առմամբ տրվել է 25 անձի ձերբակալման օրդեր։ Քննչական գործում առկա ապացույցների հիման վրա այսօր իրականացված միաժամանակյա կալանավորումների, ձերբակալությունների, խուզարկությունների եւ առգրավումների արդյունքում ձերբակալվել ու կալանքի տակ են վերցվել 25 կասկածյալներից 17-ը։ Խուզարկությունների արդյունքում առգրավել է ընդհանուր առմամբ 52.46 գրամ մարիխուանա։ Շարունակվում են մյուս 8 կասկածյալներին ձերբակալելու ուղղությամբ միջոցառումները, ասված է Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։ Ինչպես հաղորդում է Haberturk հեռուստաալիքը, կասկածյալների թվում կան Թուրքիայի հայտնի արտիստներ, մասնավորապես նրանց թվում են Դումա խմբի մեներքիչ Քան Թանգյոզեն, ում մոտից առգրավել է 17 գրամ մարիխուանա, երգիչ Մուրադ Դալքլեչը եւ հայտնի դերասան Իսմայիլ Հաջիօղլուն, որի մոտից առգրավել է 33 գրամ թմրանյութ։ Ձերբակալվածների ցուցակում կան նաև մեծ թվով տեղացի գործարարներ, որոնց թվում են մանրածախարևտրի, լոգիստիկայի եւ ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ կամ գործընկերներ։ Համաշխարհային միջավայրը մտել է բարձրանկայունության եւ անորոշության փուլ, որը թերևս ժամանակակից պատմության ամենաանհանգիստ շրջանն է, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարը։ Հաստատված համաշխարհային կարգը հստակորեն փոխվում է,
Կարգի նոր ձևեր ստեղծելը դժվար է, եւ կարծես մենք շարժվում ենք դեպի երկարատև մթնշաղի գոտի, ասել է նախարարը։ Ճայշանկարը նշել է, որ միջազգային համակարգը խորը փոփոխությունների է ենթարկվում, եւ աշխարհը ականատես է լինում արտադրության եւ ֆինանսների ռազմականացմանը, շուկամուտ գործելու ռազմավարական օգտագործմանը եւ արտահանման վերահսկողության խստացմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է արագացնել իր դաշնակիցների նշանակումը կարևոր պաշտոններում, իր հաջորդի իշխանությունը սահմանափակելու համար, ով կարող է լինել աջակողմյան քաղաքական գործիչ։ Նման տեսակետ է հայտնել Politico-ն, հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Ֆրանսիայի առաջնորդը արագացնում է հիմնական անձնակազմի նշանակումը եւ իր հավատարիմներին տեղադրում է բարձր պաշտոններում, իր ազդեցությունը ամրապնդելու եւ ազգային միավորմանը իր պոպուլիստական օրակարգը իրականացնելուց խուսափելու համար։ Նշվում է հոդվածում։ Հաղորդվում է, որ փորձառու եւ հեղինակավոր գործիչ համարվող Ֆաբիեն Մանդոնի նշանակումը Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնում մասամբ պայմանավորված էր ազգային միավորման մի շարք նախաձեռնություններին, այդ թվում Փարիզի հնարավոր դուրսբերմանը ՆԱՏՕ-ի համատեղ հրամանատարությունից հակազդելու ցանկությամբ։ Միակ կարևոր համաձայնագիրը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև է, այլ ոչ թե Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների, հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ Այն փաստը, որ Ուկրաինայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են կամ արդեն գրեթե համաձայնեցված են, մեծ հաջողություն է։ Հաշվի առնելով, թե այս ընթացքում որքան հակասական հայտարարություններ ենք լսել տարբեր կողմերից, կարևորը ոչ թե Ուկրաինայի եւ նրա դաշնակիցների միջև համաձայնությունն է, այլ պատերազմող կողմի, այսինքն Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ համաձայնությունը, պնդել է նախագահը։ Միևնույն ժամանակ նա միամիտ է անվանել նրանց, ովքեր սպասում էին արագ համաձայնության։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Ուկրաինան կկարողանա հաղթել միայն այն դեպքում, եթե դառնա Ռուսաստանի մաս։ Նա մեկնաբանել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի այն կարծիքը, որ Ուկրաինան կարող է հաղթանակ տանել Ռուսաստանի դեմ պայքարում։ Վերջինիս խոսքով եվրոպացի քաղաքական գործիչները արդեն գիտակցել են իրենց պարտությունը եւ նման հայտարարություններ անում են սեփական քաղաքացիների առջև արդարանալու նպատակով։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հանձնարարել է պատմաբանների խմբին ուսումնասիրել երկրորդ աշխարհամարտի եւ Սառը պատերազմի տարիներին երկրի վրա խորհրդային ազդեցության հնարավոր բացասական հետևանքները, հաղորդում է Financial Times-ը։ Ուսումնասիրությունը ըստ հաղորդման դրված է որպես երկարաժամկետ նախագիծ, հաշվի առնելով արխիվների հասանելիության դժվարությունները։ Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պահանջի չափը դեռ քննարկման փուլում է, մինչդեռ Լեհաստանը նախկինում արդեն փոխհատուցում է պահանջել Գերմանիայից երկրորդ աշխարհամարտի վնասների համար։ Աշխարհահռչակ իրավաբան եւ մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը Եվրամեդիա 24-ի եթերում անդրադառնալով Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ վերջերս ստեղծված հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության պաշտպանության կոմիտեի գործունեությանը հայտարարել է. Տեսեք, շատ տարօրինակ իրավիճակ է։ Ես երբեք չեմ տեսել մի երկիր, որի իշխանությունները նպատակաուղղված կերպով աշխատեն սեփական երկրի մշակույթի, պատմության եւ կրոնի դեմ։ Սա բացառիկ իրավիճակ է եւ կարծում եմ Աշոտի նախաձեռնությամբ ստեղծված ֆորումը չափազանց կարեւոր հարթակ է, քանի որ այսօր քրիստոնեությունը ինքնին գտնվում է հարձակման տակ։ Պետք է հասկանալ, որ հատկապես սեպտեմբերի 11-ից հետո եւ Եվրոպայում նաեւ ծայրահեղ հակառուսական տրամադրությունների տարածման հետ մեկտեղ կրոնը ենթարկվել է լուրջ քաղաքականացման եւ ԵՄ-ն պատշաճ կերպով չի պաշտպանում կրոնական փոքրամասնություններին, թեև պարտավոր է։ Ինչպես հայտնի է, ես նաեւ ուկրաինական ուղղափառ եկեղեցու իրավաբանական ներկայացուցիչն եմ, որը ներկայումս ճնշումների է ենթարկվում սեփական կառավարության կողմից։ Այսպիսով քրիստոնեության նկատմամբ հարձակման գաղափարն իրականություն է դառնում։ Շատ քիչ երկրներում կարելի է տեսնել այն, ինչ տեսնում ենք այստեղ՝ պետության կողմից եկեղեցու ղեկավարության փաստացի հեռացման պահանջը։ Սա ոչ միայն աննախադեպ պահանջ է, այլև չունի որևէ իրավական հիմք։ Այն խախտում է ՀՀ սահմանադրությունը, խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ խախտում է միջազգային իրավունքը։ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի նկատմամբ գործող իշխանությունների վարքագիծը չունի որևէ իրավական հիմք, ոչ մի, զրո։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչ Արտաշ Իսմայելյանը, որը ցանկանում էր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին եւ գործուղվել գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին։ Այս մասին հայտնի է դառնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են կառավարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարևանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության եւ ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը։ Մհեր Գրիգորյանը եւ Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ անդրադարձել խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի այցին եւ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունների սահմանման ուղղությամբ։ Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը սիրելի ամուսին, հայր, եղբայր եւ պապ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն։ Մենք շարունակելու ենք նրա եւ մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար, ասված է Վարդանյանի ընտանիքի հայտարարությունում։ Ամերիկյան 1945 հրատարակության տվյալներով ԱՄՆ ռազմածովային ուժերը զորավարժությունների ժամանակ խորտակել են իրենց նավերը, որպես նախազգուշացում Ռուսաստանին եւ Չինաստանին։ Լրագրողների խոսքով ԱՄՆ զինված ուժերը զորավարժություններն օգտագործում են ուսումնասիրելու, թե ինչպես են վնասվում իրական նավերը եւ ինչպես են գործում զենքերը իրական պայմաններում կրակելիս։ Մասնավորապես, նավաստիները տվյալներ են հավաքում այն վնասի չափի մասին, որին նավի կորպուսը կարող է դիմակայել խորտակվելուց առաջ։ Ռազմածովային ուժերը շատ դասեր են քաղում այս զորավարժություններից, նշվում է հոդվածում։ Միացյալ Նահանգները ոչ մեկին չի ստիպում կնքել խաղաղության համաձայնագիր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով Վաշինգտոնը շահագրգռված է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով եւ պատրաստ է ամեն ջան գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Ավելին Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները աշխարհում միակ երկիրն է, որը կարող է երկու կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց Եվրոպայի ոչ մի երկիր չի կարողացել դա անել, ասել է Ռուբիոն։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կարծում է այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր եւ պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ ԱՄՆ-ն չպետք է թույլ տար, որ սպառազինությունների վերահսկման իրավիճակը ձգձգվի մինչև ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի ավարտը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ կազմակերպված միջոցառմանը։ Նա հիշեցրել է, որ Բարակ Օբամայի նախագահության օրոք ստորագրված պայմանագիրը լուրջ ջանքեր միջուկային զսպման ուղղությամբ։ Նախկին պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առաջարկել էր
էր պայմանագրի դրույթները երկարաձգել 1 տարով։ Դրա ժամկետի ավարտից հետո, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է։ Քլինթոնը նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշումն այն է, որ Չինաստանը եւ միջուկային զենք ունեցող այլ երկրները պետք է ներգրավվեն բանակցություններում։ Նա ընդգծել է, որ դա կամրապնդի ցանկացած հնարավոր համաձայնագիր, սակայն Ռուսաստանի հետ START պայմանագրի ժամկետի ավարտի համատեքստում դա մտահոգություններ է առաջացնում։ Գերմանական թերթի փոխանցմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կապված ամոթալի միջադեպը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ընդգծում է Փարիզի եւ Բերլինի միջև հարաբերություններում խորը ճգնաժամը։ Թերթի հոդվածի համաձայն Եվրոպան շփոթված տեսք ունի Մյունխենում 3 օր անցկացնելուց հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նվաստացնում են Ֆրանսիայի առաջնորդին համաժողովի շրջանակներում։ Մակրոնը մոտենում է երկու քաղաքական գործիչներին, որոնք անտեսում են Ֆրանսիայի նախագահին։ Մյունխենի անվտանգության համաժողովը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև ձևավորված ավանդական համագործակցությունը լուրջ ճգնաժամի մեջ է։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ թեև տրանսատլանտյան դաշինքը շարունակում է գործել, սակայն տասնամյակներով գոյություն ունեցող քաղաքական համաձայնությունը այլևս նույն ձևով չի գործում։ Կողմերը չունեն միասնական պատկերացում, թե ինչպես պետք է զարգանան հարաբերությունները ապագայում։ Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան ևս ընդգծել է, որ նախկին ձևաչափով համագործակցությունը դժվար է շարունակել, իսկ եվրոպական ընկերություններից մեկի ղեկավարի կարծիքով վստահության վերականգնումը կարող է երկար ժամանակ պահանջել։ Այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել են ավելի քան 50 երկրների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում եվրոպական պետությունների առաջնորդներ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Չինաստանի արտգործնախարար Վան Ին եւ ԱՄՆ պատվիրակությունը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ։ Ռուսաստանը միջոցառմանը չի հրավիրվում 2022 թվականից ի վեր։ Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Ավելի վաղ Բաքվում կազմակերպված այս շինծու դատական նիստին խոսքը տրվել էր պաշտպանական կողմին։ Պաշտպանական կողմի ելույթից, այդ թվում Վարդանյանի եզրափակիչ խոսքից հետո նախագահող դատավոր Զեյնալ Ագաևը հարցրել է դատավարության կողմերին, թե արդյոք նրանք մտադիր են դատավարությունից հետո ներկայացնել դատարանի վերջնական որոշման նախնական տարբերակը։ Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է դատավարության ավարտի մասին եւ հեռացել խորհրդակցական սենյակ։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է շինծու դատավարություն ուղղված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամների եւ այլ հայ գերիների դեմ։ Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաքի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Եկեղեցուն աջակցող հրամանագրով մասնավորապես ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել եւ պառակտել Հայ առաքելական եկեղեցուն։ Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին Բաամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ միասին պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները եւ ժողովրդավարության հիմքերը։ Փետրվարի 14-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է։ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում որպես քննիչ։ ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ուղերձ է հղել, նշելով, որ անվերապահորեն վստահում է Լևոն Բաղդասարյանին։ Լևոն Բաղդասարյանն իմ նախընտրական գլխավոր շտաբի պետն է, նա մանդատ չի վաճառում, ասել է Ղուկասյանը։ Մոսկվայի դատարանը դոյսի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին հեռակակարգով դատապարտել է 8 տարվա ազատազրկման, ՌՊԿ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, այս լրագրողը նախորդին հարցազրույց էր վերցրել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։ Ալեն Սիմոնյանը հարցազրույցի ընթացքում ի թիվս այլ թեմաների անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած ԿԺԴՀ զինվորների պատվին կառուցված Սաեբյոլ փողոցի հիմնարկեքի արարողությանը, հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով Փհենյանում տեղի է ունեցել Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած Կորեայի ժողովրդական բանակի զինվորների պատվին կառուցված Սաեբյոլ կորեերենից թարգմանաբար նշանակում է նոր աստղ, անունով փողոցի հիմնարկեքի արարողությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Եվրոպան ի վիճակի չէ պաշտպանվել առանց ամերիկյան միջուկային վահանի, կոչ անելով դադարեցնել ՆԱՏՕ-ի միասնության մասին բանավեճը։ Ես խորապես հույս ունեմ, որ մենք ավարտենք այս բանավեճը, որ մենք կդադարենք կասկածի տակ դնել ՆԱՏՕ-ի դաշինքը եւ դրա միասնությունը։ Վաշինգտոնում ոչ ոք դա կասկածի տակ չի դնում։ Առանց ԱՄՆ միջուկային վահանի մենք ի վիճակի չենք պաշտպանվել։ Սա է պարզ իրականությունը, ասել է նախարարը չհամաձայնվելով հարցազրույց վարողի այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն աստիճանաբար դուրս է գալիս դաշինքից։ Նախարարը նշել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ից հասցնելու իր պարտավորության կատարման վրա։ Մենք այս մասին համաձայնության եկանք անցյալ տարի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում, Հաագայում։ Մենք Գերմանիայում դա իրականացնում ենք, ընդգծել է քաղաքական գործիչը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խելագարություն է համարում Չինաստանի հետ հարաբերություններից հնարավոր խզումը, հաշվի առնելով նրա տնտեսական եւ ռազմական ներուժը։ Դա աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, այն ունի միջուկային զենք։ Խելագարություն կլինի, անհավանական, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը չպահպանեն հարաբերությունները եւ չհամագործակցեն միմյանց հետ, ասել է նա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պահանջում, որ մյուս երկրները մեկուսանան Պեկինից եւ մտադիր է կարգավորել Չինաստանի հետ առկա տարաձայնությունները, հիմնվելով ազգային շահերի վրա։ Նա հայտնել է, որ մեկ տնտեսության վրա չափազանց կախվածությունը, հատկապես կարևոր մարտավարական շղթաներում, լավ գաղափար չէ եւ հետեւաբար ԱՄՆ-ն պաշտպանում է դիվերսիֆիկացիան։ Պետքարտուղարը նաեւ նշել է, որ երկու կողմերն նախկինում փոխըմբռնման են հասել Պեկինի հետ մի շարք առևտրային հարցերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնել է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է քննության Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի կողմից ներկայացված գանգատը եւ այն պաշտոնապես հաղորդել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Պաշտպանական խմբի հայտարարության մեջ ասված է. գանգատը վերաբերում է կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը, դատարանների որոշումների պատճառաբանվածությանը, իրավական որոշակիության եւ կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։ Դավիթ Տոնոյանը շուրջ 3 տարի գտնվել է կալանքի տակ։ Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին եւ չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաեւ չի կանխորոշում դատավարության արդյունքը։ Իդեպ հարկ ենք համարում հատուկ շեշտել նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն 1 տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Դատական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, ասված է հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում փետրվարի 17-ին 18-ի գիշերը 20-ից 21-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, փետրվարի 18-ի ուշ երեկոյան 19-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը 17-ին 18-ի գիշերը 20-ից 21-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, փետրվարի 18-ի երեկոյան 19-ին առանձին շրջաններում սպասվում են ձեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջանում անձրևի եւ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 3-ից 6 մետր վարկյան, փետրվարի 16-ի ցերեկը 17-ից 19-ին առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։ Լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։